Այսօր իմ տաղավարում հյուրընկալել եմ սիրված երգչուհի Գոհար Հովհաննիսյանին։ Երբ որ ցավը լինում է, Աստված քեզ ուժ է տալիս։ Գոհարի մանկության հուշերից չեն ջնջում ծակկոշիկների ու խոնավ ոտքերի հետ կապված հիշողությունները։ Կոշիկիս մեջ ջուր էր քաշում, բայց ես գնում էի սենց շատ մեծ սիրով, որ ես պիտի առանց երգի չէի կարողանում պարզապես։ Անգամ գրպանում չունենալով ուղևորցի գումար, Գոհարի մայրը չի կոտրվում։ Անգամ այդ գնալու տրանսպորտի ծախսը մեզ համար խնդիր էր։ Նա հավատում է, որ մի օր իր դուստրը դառնալու է սիրված երգչուհի։ Մայրս էր ավելի շատ տանջվում, պայքարում, հայրս չէր ուզում, որ ես երգեմ։ Ինքնաթիռը արտակարգ վայրեջք է կատարում, որովհետև լույս աշխարհ է գալիս Գոհարի դուստրը։ 2 ժամ էինք թռել ու ես միանգամից վատացա եւ իմ աղջիկը 450 հոգի իջեցրեց իր ուզած վայրում։ Ինչ տխուր լուր է ստանում Գոհարը, երբ լույս աշխարհ է գալիս իր դուստրը։ Ժամը 6-ին մահանում է հայրս։ Ու 6 ժամ հետո աղջիկս ծնվեց։ Ով Գոհարին տարավ Ամերիկա։ Իմ գնալը արդեն պարտադիր էր, որովհետեւ եթե ես չգնայի, հետո վերջապես 28 տարեկանում մի կերպ ամուսնացել եմ Արեգ ջան։ Ով է Գոհար Հովհաննիսյանի անակնկալ հյուրը։ Նամակ, որի բովանդակությունը հուզիչ եւ շատ խորքային է։ Ով է նամակի հեղինակը։ Ճակատագրական մի օր կա, որ ուր ծնունդն ու մահը նշվեցին միասին։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30